Ինչ սննդային սխալներ են հիմնականում մարդիկ անում։ Ոսկոր։ Շունը պետք է ուտի ոսկոր։ Շունը չպետք է ուտի ոսկոր։ Հումուսից կարելի է վարակվել ինչպես ճիճվագրությամբ, այնպես ամենավտանգավոր համարվող լեպտոսպիրոզ հիվանդությունով, որը որ բուժման հիմնականում ենթակա չի, շոկոլադը մահացու վտանգավոր է կենդանիների համար։ Ջինգոյին իրականում ես առաջին 8 տարին, այո, չգիտեի ինչպես ճիշտ կերակրել եւ նա մեզ հետ կերել է ամեն ինչ, ընդհուպ միջև թթու վարունգ, բայց ես մարդկանց չեմ խրախուսում, որպեսզի այդպես պահեն։ Իմ շամբախտը երևի ուղակի բերել է։ Ես երևի լռեմ, թե ինչ են ուտում իմ շները։ Որոնք են այն 5 նշանները ամենաառաջին, որոնք այսպես ասած կարմիր լույս են, որ տերը պիտի հասկանա, որ կենդանուն պետք է շտապ հասցնել բժշկի։ Ամենաառաջնայինը դա տրամադրության անկումն է, ախորժակի անկումն է, ջրից հրաժարվելն է։ Շները թե կատուներն են ավելի շատ վարակվում էխինոկոկով, ինչպես են վարակվում եւ ինչպես է դա անցնում մարդուն։ Սկսենք նրանից, որ մարդիկ վարակվում են ոչ միայն շների եւ կատուների միջոցով։ Կենդանու մազից միակ խնդիրը, որ մարդու մոտ կարա առաջանա, թե մարդու մոտ կա տրիխոֆագիա կոչվող երևույթը, երբ որ ինքը ունի աննորմալ ցանկություն մազ ուտելու, ինքը ուտում է իր կենդանու մազը։ Ամենաշատ հիվանդությունները մարդը վարակվում է մարդուց, երբեք ոչ կենդանուց։